Ես ամեն ինչ կտայի, որ գոնե մեկ օրը վերադարձնեի նրա հետ եւս մեկ անգամ ապրելու։ Իսկ այդ բաց հագուստը ոնց էր այնտեղ նայվում։ Ինքը ոչ մեկին թթու խոսքով վիրավորած չի եղել, բայց ինձ ամեն օր։ Իսկ բա ո՞րն է եղել այն պահը, որ դուք շատ գումար եք աշխատել։ Այն հոտած ջրի հետ էլ կարողանում եմ յոլա գնալ։ Իսկ սպարապետին տեսել ես երազում։ Ես հաստատ այդ չէի վաստակել եւ ես դրան չէի արժան։ Ու այն ձեր պիկ ժամանակ Ալավերցիներիս համար խենթանում եմ։ բնական գեղեցկուհի։ Լռեց, մի հատ ուժեղ ապտակեց ու առանց խոսքի գնաց։ Լոգարանի կտորները շատ հանգիստ նկարվեցին, որտեղ այն ժամանակվա համար դա բաց էր։ Ես տղա չունեմ։ Լիլի։ Դա իմ ամենամեծ երազանքն է։ Շատ սիրուն սենյակա, շատ։ Ոնց որ ինչ որ մեկի տանը լինես։ Այ մենք հենց այդ էինք ուզում։ Հա։ Որ Հարութին ասում է, մի հատ sense քոզի տեղ եմ ուզում։ Ասում էր քոզին որն ասում է sense Քոզի ճիշտ ասում։ քոզի տեղ։ Ահա, всё, գնում եմ։ Լիլ ջան, բարև։ Բարև ջան։ Քեզ այնքան հաճելի է ամեն անգամ տեսնել։ Բա ինձ երակի քարակի անգամ հաճելի։ Լավ, հին ինքը այն իմաստով չի էլի, որ մարդիկ հին այդ չէ, բայց առաջվա մարդկանց հետ հանդիպել, խոսել։ Իրար հետ մեծացած։ Հա, Լիլ, ոնց ես դու առավոտները արթնանում, գիշերային աշխատանք ու գրեթե ամեն օր։ ամեն օր։ Երբ ես արթնանում։ Չեմ քնում էլի, որ այսպես հաշվում եմ, ամեն օր ես քնում եմ մի 3-4 ժամ, այն էլ ոչ մարդկային ճիշտ քնելու ժամանակ։ Քնում եմ մարդկանց արթնացած ժամանակ, որը կարծում եմ շատ վատ է, բայց դա կապ չունի։ Ամեն ինչ շատ լավ է։ Իսկ ոնց ես ձգում 3-4 ժամ քնելով։ Կյանքի գնով նախ արդեն սովորել Սովորել ես։ Հա, երևի ամեն ինչը մարդկանց դեպքում սովորության վրա է, բայց չեմ դժգոհում, օր լինում է, որ զգում եմ, էլ չեմ կարողանում, մի քիչ ցերեկվա քունս երկարացնում եմ, երեկոյան եմ արթնանում։ Բայց գիտես Լիլն ինձ տակրկիր է, որ դու բեմի վրա, էլի նույն այդ տենց թիթիզ շորիկներով, տենց աղջկական, այսինքն հենց աշխատանքային process-ը սկսում է մատորդ միանում է, չէ՞։ Այդ ժամանակ ամեն ինչ մոռանում եմ։ Ինքդ էլ քեզ վրա կիմանաս, որ ամենադժվար պահին, նույնիսկ վատառողջ լինելու ժամանակ, միակ շեղող տեղը դա մեր մասնագիտությունն է ու հենց այդ պահը, ասենք այս պահը, բեմի պահը, չգիտեմ, երևի դրանով էլ ապրում ենք, էլի։ Իրականում այդ պահին դու ոչ մեկին չես հիշում։ Այո։ Ոչ մեկին չես հիշում, ոչ մի բան չես հիշում ու սենց լրիվ գործից մեջ ես։ Տարօրինակ չթվա, նույնիսկ մարդը իր վիշտն է, այդ պահին մոռանում։ Հա։ Միակ տեղն է։ Լիլ, դու տենց ամենա կետից հետո այսօր աշխատում ես տենց շատ սթափ, արագ կյանքով, բայց երբեմն ես մտածում եմ դժվար է, չէ, երևի այն կետից հետո, որը ոչ թե մի օր է եղել, մի երգ է եղել, մի ալբոմ է եղել, ժամանակաշրջան է եղել, որ դու եղել ես տոպ ու վերջ։ Դրանից հետո ապրել ավելի այսօրվա կյանքով։ Դա դժվար է, թե անցել ես այդ փուլը։ Այդ փուլը բնականաբար անցել եմ, ժամանակ առ ժամանակ այդ հիասթափությունը ինձ մոտ գալիս է, բայց երբ տեսակով դու ավելի ուժեղ եւ իրատես մարդ ես լինում, դու հասկանում ես, որ համ կապում եմ, որ դա իմ ձեռքերում չէր, համ կապում եմ, որ դա իմ ձեռքերում էր, որովհետեւ միշտ աշխատել եմ, որ ինքս իմ քրտինքով վաստակեմ, ապրեմ, ինձ ոչ ոք կողքից չօգնի։ Այդ հարցում միշտ հպարտ եմ եղել։ Հետո էլ մտածում եմ, դե ես եմ որոշել, իմ կյանքի ուղին ես եմ այդպես գծել, բայց բնականաբար մեր ասպարեզում, մեր շրջապատում մարդիկ կան, որ իրենք էլ այդպես չեն մտածում, որը նույնպես նորմալ եմ համարում եւ ճիշտ, պահի տակ իրենց ավելի ճիշտ եմ համարում եւ կողքից միշտ օգնություն ունենալով այդ մարդիկ հասնում են ուրիշ ինչ-որ կետերի, բայց քանի որ ես որոշել եմ, որ ես պիտի միշտ չարչարվեմ, իմ քրտինքով վաստակեմ եւ խիղճս էլ հանգիստ դնեմ բարձին, ճակատս էլ պարզ, ուրեմն ես բողոքելու իրավունք չունեմ։ Այո, ուժի մասին է խոսում։ Հետո շատ հաճախ լինում է, որ մարդիկ ունենում են այդ տոփ հայտնիությունը ու դա
տարբեր դաշտերում եւ երկարվեստում, քաղաքական ոլորտում ամենտեղ այդ կա, որ այդ տոպից հետո իրանց կյանքը լրիվ փչանում է, որովհետեւ իրենք էլ չեն կարողանում իրենց գտնել ու պատկերացնել ինչու ես դա կորցրեցի, բայց այն մարդիկ, ովքեր լինում են այդ ամենավերևում, հետո լրիվ հասկանում են ունենք այսօր այս իրավիճակը գնում ենք առաջ, ես կրկնակի, եռակի հենց այդ մարդկանցով եմ հիանում, ովքեր շատ ճիշտ ժամանակի հետ կարողանում են քայլել։ Արթնացար այդ 3 ժամից հետո։ Ինչ ես անում դու օրվա ընթացքում, մինչև արդեն երեկոյան գնում ես աշխատանքի։ Օրվա ընթացքում ինչ որ դե արդեն տնային, ինչ որ աշխատանքներ կամ շատ հոգնած այսպես բազմոցին պարկած, մամաս էլ ասում է, քեզ չի սազում այդպես պարկած, բնականաբար մարդը արդեն տարիքի հետ մի քիչ գիրանալու հատկություն է սկսում վաստակել, դրա համար էլ կարող է գիրանաս կամ գիրացել ես։ Իսկ մաման տենց ասող տեսակ է։ Մաման դաժան տեսակ է։ Բայց լավ է տանը տենց մեկին ունենալը, գիտես։ Շատ դաժան տեսակ է ու իմ պարագայում ինքը իրեն զսպել չի կարողանում։ Կյանքում ինքը ոչ մեկին ինչ որ անդակտ կամ թթու խոսքով վիրավորած չի եղել, բայց ինձ ամեն օր։ Էդ էլ համարում եմ, որ իմ ամենասրտացավ մարդն է եւ դրանով միգուցե ինքը ինձ ավելի այսպես բանի է բերում, էլի, որ շողուլի է բերում մի քիչ։ Մանավանդ քո ասպարեզում դա շատ լավ է տենց մեկին ունենալ, որովհետեւ այո, կարելի է թուլանալ, լինել հոգնած եւ այլն, բայց դες մաման թույլ չի տա որ դու։ Այսպես հիշեցի պահի տակ, մեզ մոտ ցեղական ճակատի կնճիրներ, տարիքը կապ չուներ։ Ցեղական այդպես գնում է, հայրս նույնիսկ 20 քանի տարեկանում շատ սիրուն մարդ է եղել, բայց ճակատին միշտ տենց թեթև կնճիրներ միմիկայից ունեցել է։ Ես էլ 20 քանի տարեկանում, ինչքան գնում եմ հարցազրույցի, գալիս եմ տուն, մամաս դժգոհ է, անընդհատ խոսում է, խոսքդ լավն էր, պահվածքդ չէ։ Այսինչ բառը մի հարցազրույցի էլ ամբողջ սկզբից մինչև վերջ ասել եմ բնականաբար։ Ինձանից անկախ ամեն նախադասության սկզբից ասում եմ դե բնականաբար ու ինքս այդ պահին չեմ հասկացել, հետո արդեն դիտելու ժամանակ խայտառակություն էր։ Դրան գումարած այդ կնճիրները մայրս տարիներ շարունակ ինձ այնքան նկատողություն արեց հարցազրույցների ժամանակ, հարցազրույցից առաջ, որ ինձ մոտ ընդհանրապես գոյություն չունի։ Ընդհանրապես չկա։ Զարմացած եմ եւ ես հասկացել եմ, որ իսկապես դեմքի հետ միմիկաների ու այդ թեթև գծերի բանի հետ կապված իսկապես մարդը կարող է իր վրա աշխատել եւ դրանք վերացնել։ Ես բարձ օրինակ անել, հա։ Այո։ Ինձ մոտ միմիկայից ու անթոթ էլի այդ անթոթ այդ պահը լինում էր։ Լիլ, ինչ պահանջներ ունես դու որպես երգչուհի։ Այ գնում ես ինչ որ միտեղ ելույթ ունենաս։ Այդպես որ խոսեմ, ինձ թվում է արևս մի քանի օրը չի բավարարի մեզ, որովհետև մենք տեսել ենք իդեալականը, մենք տեսել ենք ճիշտը, մենք տեսել ենք արդար չասեմ, բայց մեր կողմից արված բոլոր քայլերը ու թե մյուսների մեր գործընկերների կողմից ինքը շատ ճիշտ էր։ Ես հիմա այսպես թող ինձնից չվիրավորվեն են մարդիկ, ովքեր իրենց տեսան իմ ասած մարդկանց դերում, բայց չի ուզի, որ չէ երգիչ, չէ երգչուհիները բարձրանան բեմ։ Ինչքան էլ պահի տակ մտածում եմ, Ջուսի հետ շատ ենք այդ թեմայով խոսում, ասում եմ Ջուս ջան, միգուցե մենք ենք հիմա սխալ վայրում, այսինքն մեր կարգավիճակը, ինչ կարգավիճակում որ եղել ենք, դա թույլ չի տալիս, որ մենք այսօր աշխատենք այստեղ։ Միգուցե մենք ենք սխալ վայրում, բայց չէ, հետո ոնց մտածում եմ, չէ, եթե մարդը երգչուհի չի, ինչ գործ ունի բեմահարթակի վրա։ Այդ մարդը ոչ իր այսպես ձայնով է դրան համապատասխան, ոչ իր սրտով, ոչ իր մտածելակերպով, բայց բեմը այնքան խիստ ու ինձ համար սուրբ բառը կարող եմ օգտագործել այնպիսի տեղա, որ ամեն մարդ իրավունք չունի այդ բեմի վրա կանգնելու։ Այդ իմ ցավն է դարձել, որ այսօր մտածում եմ, երբեք չէի մտածում ինձնից առաջ ով է երգում, որ հետո ես երգեմ, կամ ինձնից հետո ով պիտի բեմահարթակ բարձրանա, բայց այսօր դա դարձել է այն մի քանի հոգուս, ովքեր որ
մշտական աշխատում են մյուզիկ հոլերում կամ ռեստորաններում, դարձել է մեր ցավը։ Իսկ շատ են, չէ երգչուհի, չէ երգիչները։ Անչափ շատ են նրանք, թե պահվածքով է, այդ ամեն ինչը արդեն խեղաթյուրվում, արդեն ետնաբեմում էլ քո շփումը, ես կարողանում եմ ինձ անջատել, այն հոտած ջրի հետ էլ կարողանում եմ յոլա գնալ, բայց մարդիկ կան, որը էդ էլ չեն կարողանում, եւ դա դառնում է մեծ խնդիր։ Ես հիշում եմ, որ ժամանակ կար շատ-շատերն էին ուզում դառնալ երգիչ-երգչուհի, հետո հաղորդավարների այդ տրենդներ, դերասանների, հիմա բլոգեր, հիմա բոլորը բլոգեր են ուզում դառնալ, բայց փաստորեն երգիչների մեջ էլ դա կա։ Միգուցե ավելի քիչ, բայց դեռ կա դա։ Ամենաշատն։ Դեռ ուզում են, իսկ ինչի համար հայտնիություն, գումար։ Հա։ Գումար, նույնիսկ լավ երգելու դեպքում ես լավ մյուզիկ հոլ, ռեստորան համամիտ եմ, բայց մտնել հեռուստատեսություն, ունենալ տեսահոլովակներ, ախր այդ չի էլի։ Լիլ, քո երիտասարդության տարիների ամենասենց աստղային, ինչ ասեմ, սենց երեսառածությունը, ինչ որ մի հատ սենց երեխայական, բայց աստղային այդ ինչ որ մի հատ պահը կարող է հիշես։ Ես հիշում եմ, օրինակ իմ եղբայրը առհասարակ հագուստի մեջ երբեք խիստ չի եղել, կհիշես, ինչ ուզել հագել եմ, ինչը ինձ սազելա կրել եմ, բայց մի բան ուներ, որը ես հետո հասկացա, որի մեջ այո, դա կա, այն որ մի բան շատ ինձ դուր էր գալիս, ավելորդ ծիծաղում էի, հենց այդ ժամանակներն էին, որ մեզ մոտ արդեն այդ պահերն էին ամենտեղ, Լիլիթ Կարեն Կարապետյաններ, թե բան չթվան համեստություն, բայց համար մեկ էինք էլի այդ տարիներին։ Իհարկե։ Հա, ու դա ինձ մոտ այսպես արտահայտվում էր ավելորդ ծիծաղով, որը ես ու եղբայրս համարյա թե չենք վիճել մեր ամբողջ կյանքում, մեկ վինետկայի համար Դուք զույգ չեք, չէ՞։ Չէ, 4 տարով մեծ էր։ Մի անգամ ուժեղ ինձ վրա ջղայնացել է, նույնիսկ ապտակել է, երբ վինետկայի նկարվելու համար աղջիկները ինձ համոզեցին, որ հա լավ Լիլ չի երև աչքիդ մեջից մատիդ քսի, ես էլ իրենց խելքին ընկա 16 տարեկան, այդպես քսեցի, հետո մի լավ մաքրեցի, նոր գնացի տուն։ Մտա Կարենն ասեց լի լավ անցավ, ասի հա կար շատ լավ անցել, ու կամաց սկսեց մոտենալ, բաներ նկատել, տեսավ սենց մի քիչ մուք հա, լռեց, մի հատ ուժեղ ապտակեց ու առանց խոսքի գնաց։ Շատ վիրավորվել էի, դա մեր առաջին դեպքն էր։ Մայրս երբ եկավ, տեսավ, որ ես լացել եմ, խաբար տալու բնավորություն չեմ ունեցել, բայց ինձնից երևաց, ինչ է եղել, պատմեցի, դե 9 տարեկան եմ եղել, որ հայրս մահացել է, ու մայրս Կարենին տարավ մյուս սենյակ, ես լսում էի, չնայած այսպես ականջ էի դրել, որ եթե հանկարծ կյանքում մի անգամ ես մեկ էլ տեսնեմ, դու քրոջդ վրա ձեռք ես բարձրացրել, ես տղա չունեմ ուրեմն, դու իրավունք չունես, դու նրան նույնիսկ հայրը չնես, 4 տարվա տարբերություններ, դու պիտի պաշտպանես նրան բոլոր, դա եղավ մեր առաջին ու վերջին դեպքում, եկել է թեթև խոսելը, որ ավելորդ կարող ասենց ուրախությունից, երեսառածությունից ավելորդ մի հատ ավել ծիծաղ է, բայց որ նայում էր դեմքիս, դա ինձ համար ամեն ինչ էր։ Միշտ փորձել եմ հասկանալ, դուք ապրելով մարզում, լոռի չէ։ Այո, Ալավերդի քաղաք։ Ալավերդիում։ Այն ինչ որ դուք անում էիք, այն հագուստը, որը դուք կրում էիք, ո՞նց էր դա հնարավոր։ Անկեղծ ասած, հիմա որ մեկ-մեկ էսպես հիշողությունների մեջ եմ գնում, ես չեմ կարողանում պատկերացնել։ Իմ հագուստը մտածում էի ես, Ալավերդու տարիներին, կամ ինչ որ մեկի տանը լավ կտորից ծածկոց էի տեսնում, ասում էի կարող է ինչ որ ավել մնացած կտոր ունենակ, վարագույրի կտորից։ Մորաքույրս սիրում էր սենց, ինքը ընդհանրապես սիրում էր հավաքեր, իրան պետք լիներ, չլիներ, ինքը հավաքում էր եւ ուներ լավ օժիտ։ Ահա, օժիտի մեջ բնականաբար ուներ այն ժամանակվա լավ գիշերանոցներ,
Կոմբինացիա ասված։ Կոմբինացիա եւ պինյուարներ։ 3 հատ շոր եմ ունեցել մորաքրոջս պինյուարից ձևափոխված կարված։ Իսկ այդ բաց հագուստը ո՞նց էր այնտեղ նայվում։ Այնքան լավ ու այնքան օրգանիկ։ Անկեղծ եմ ասում, նման բան գոյություն չունի։ Դա գալիս էր նաև նրանից, որ մեր ընտանիքը շատ օրինակելի ու սիրված ընտանիք էր։ Մեկը մյուսին միշտ մատնացույց էր անում։ Թե մեր տունը պապաս էր վերանորոգել, բոլորը ասում էին Ալիկի վերանորոգած տան նման տուն մենք էլ ունենանք, թե մայրս քաղաքում եզակի կանանցից էր, որ շատ խելացի, շատ բարոյական, ամուսնուն մեծարող, մեր տան սյուններ էլի ավելի շատ, բայց կողքից չէր երևում։ Կողքից երևում էր ամեն ինչը պապաս է էլի, հա։ Էդ էլ արդեն մորս խորամանկությունից ու խելքից էր գալիս, արդեն որ սիրված ընտանիք էր ու մենակ չէի, եղբորս հետ էի։ Հա, դա էլ էր։ Իմ ամեն ինչը այնպես էր թվում, որ եթե Լիլիթն է, ուրեմն դա նորմալ է ու ճիշտ է։ Բայց զարմանալի էր, դրա համար ես ալավերցիներիս համար խենթանում եմ։ Մինչև հիմա էլ ես որ հանկարծ գնում եմ, թե իմ դպրոցի կողքով եմ անցնում, թե իմ շենքի կողքով եմ անցնում, ես նման սեր իմ կյանքում չեմ տեսել, որ իմ գործընկերներից կամ ընկերներից մեկին իր ծննդավայրում այդքան շատ սիրեն։ Ես իրանց շատ եմ էլի սիրում։ Արի խմենք։ Կարի խմենք Թարիրի փրփրունը, որը այնքան նուրբ է, ասենց աղջկական սրույցներին այնքան համահունչ է ֆրանսիական ավանդույթները օգտագործելով, այս հրաշք փրփրունն է ստեղծվել։ Շատ լավն է։ Իսկապես լավ։ Ինչ շիշն էլ է շատ դուր գալ, չէ՞, ասենց տպավորիչ է, միտեղ տանելու համար։ Դա շատ սիրուն է։ Սա նոր Թարիրին ընդհանրապես չէ, արդեն իր տեղը վաղուց ունի։ Ես ինքս փրփրունը վերջերս եմ սկսել խմել, բայց շատ լավն է, շատ որակով, շատ լավ գինիներ են արտադրում։ Լիլի, իսկ մինչև բեմական գործունեությունը դու էլի տենց անկաշկանդ էիր քո հագուստի մեջ, շփման մեջ, թե ոնց որ դա բեմական կերպար դարձավ։ Քանի որ շատ փոքր տարիքից եմ երգել, 9 տարեկանից ես արդեն պրոֆեսիոնալ բեմում եմ հայտնվել, եղբորս թեթև ձեռքով, միշտ աչք ծակող եմ եղել, թե մանկապարտեզում, թե դպրոցում, ես պարարվեստի դպրոց էի հաճախում, որտեղ էլի բոլոր մենապարերը իմն էին, չգիտեմ, իմ կյանքում ծնված վարքյանից միշտ այդպես գլխավոր դերում լինելը արդեն ինչ-որ սովորական բայց գիտես ինչն է հետաքրքիր, որ դու այդպիսի մանկություն ես ունեցել, էլ չասեմ քո երիտասարդությունը, բայց դու քո տեսակով քո վրա կենտրոնացած չես, այնքան ցենց հեշտ մարդ ես, այնքան փափուկ ես, այդ հետաքրքիր է, որովհետև հիմնականում այն երեխեքը, որոնք մանկուց սիրում են լինել ուշադրության կենտրոնում, հետո էլ ճակատագիրը, բախտը, բերումը հայտնի են դառնում, ցենց շատ եսակենտրոն են լինում։ Դու ընդհանրապես եսակենտրոն չես։ Այո, եսակենտրոն չեմ, նույնիսկ հումորներ, որ անում ենք, ընկերներս ասում են քո ամենամեծ սիրած կողմը այն է, ինքս ինձ վրա եմ միշտ հումորներ անում, մեկ կամ մամայիս։ Իմ ու եղբորս ամենասիրելի պահերն էր, որ մամայի վրա ինչ-որ մի հատ բան էինք բռնում ու երկուսով վсё, գնում էինք ծիծաղից։ Ես կարծում եմ ի սկզբանե նաև գենետիկորեն, չէ, բաներ կան, որ մարդ կամ ունենում է, կամ չի ունենում, կապ չունի իր կյանքը ոնց է դասավորվում։ Այո, ես կյանքի այնպիսի մի հատված եմ ունեցել, որ ես ամեն ինչ կարող էի ունենալ, ամեն ինչ բառի բուն իմաստով, ես կարող էի դառնալ ամենաերեսառածը։ Ես ասում բարդ բնավորությամբ կարող էիր դառնալ։ Այո, կարող էի փոխվել, բայց չի փոխել ինձ ոչ մի բան։ Ընդհակառակն ես ամբողջ կյանքում եմ եղել առաջին հերթին ներողամիտ։ Ամեն ինչում հարմարվել եմ, ամեն կյանքի ցանկացած իրավիճակում։ Տեսնում եմ մարդիկ վատ արարքներ են անում, այդ արարքը ես նույնպես համարում եմ վատը, ես փորձում եմ այդ մարդուն շտկել, ասել, բայց ես այդ մարդուն լիովին վատ մարդ չեմ կարողանում համարել եւ միշտ իմ ընկերներին խորհուրդ եմ նույնիսկ տալիս, որ
դա նույնիսկ ձեզ է օգնում, ձեր ապրելուն, մի խորացեք այդ վատ երևույթների մեջ, ոնց էլ չլինի, այդ մարդու մեջ լավ բանել կա, չի անհնարով, ինչ ունենա վատը լինի։ Դուք առաջնորդվեք նրա լավ կողմերով, որ համ ձեզ հեշտ լինի շփման մեջ, համ միայն մարդն էլ է մարդ, ինքն էլ է ձև է, դժվար կողմը ունի։ Միգուցե դու նրան օգնես որոշ բաներ իր մեջ շտկես, ու իմ կյանքում շատ է եղել, որ ես կարողացել եմ մարդուն փոխել։ Գիտես, մամաս միշտ ինչ է ասում, եթե ինչ-որ մեկին մի քիչ վատսական կողմով ես ներկայացնում, ասում է, դու հələ իր մամայի աչքերով նայի։ Հա, բայց տես ինչ լավ բան է ասում։ Ճիշտ է ասում։ Ես շատ սիրուն վայրում եմ Grohe Center Armenia-ում։ Այստեղ ամեն ինչ Grohe-ի մասին է։ Կարելի է տեսնել, շոշափել, փորձարկել։ Ուրեմն 25 տարի առաջ, այո, 25 տարի առաջ Reginox ընկերությունը դարձավ Grohe-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ցնցուղներ, ծորակներ, լվացարաններ, զուգարանակոնքեր, տարբեր աքսեսուարներ։ Այստեղ է նաև Grohe Spa-ն, միակը Հայաստանում։ Ու ընդհանրապես նման շոուրում տարածաշրջանում չկա։ Grohe Spa ոչ միայն ֆունկցիոնալ տարածք, այլ հանգստանալու, վերալիցքավորվելու վայր, հենց ձեր տանը։ Մերսման էֆեկտով ջուր, ջրի օգտակարություն, լույսեր, երաժշտություն, լավ, այս ինչ է։ Եվ մինչ դուք վայելում եք տանը ձեր սպան, ընտանիքի անդամների համար կարող եք հանգիստ լինել, նրանք կխմեն ֆիլտրված ջուր, իսկ ձեր թեյնիկը կարող եք ինչ-որ մեկին նվիրել, որովհետև դուք դրա կարիքը էլ չունեք, ծորակից գալիս է եռացող ջուր, հանքային էլ կարող եք չգնել, կրկին ծորակից է գալիս։ Իսկ եթե ուզում եք շարունակել զարմացնել ձեր տան անդամներին, վերցրեք այս ցնցուղը, որը ջրի հետ փրփուր է տալիս։ Ու այս ամենը Sayat Nova 37 հասցեում, հետո արդեն ձեր տանը։ Լիլ, այս վերջին օրերին ավելի շատ էի նայում հին տեսահոլովակներ, երգեր, նախ կխնդրեմ մեր ունկնդիրներին գրել, որ երգն եք Լիլիթի ամենաշատը սիրում։ Այդ շատ հետաքրքիր է։ Ու գիտես, նայում էի, այն ժամանակ մենք գիտեինք, որ Լիլիթ Կարապետյանը սիրուն աղջիկ է, բայց դու գիտես, ես այս վերջին օրերին ավելի համոզվեցի, որովհետև հիմա ինքան ավելի հեշտ է երևի, այսպես ասած, սիրուն լինելը։ Իրար նման են, խնամված են բոլորը, բայց ես նայում էի քո հին վիդեոներ, այդ վատ որակով վիդեոներ, որոնք այսօր վատ որակով են մեզ թվում։ Դու բնական գեղեցկուհի, ուղղակի։ Այ մերսի։ Հա, ես էլ որ նայում եմ, մեկ ասում եմ, մամ, բայց շատ նիհար չեմ, ասում եմ, վայ, այն ժամանակ էլ էդ էր սիրուն։ Բայց շորիկները, կիսաշրջազգեստները, ասենց մի քիչ հաստ հոնքերով, ասենց լրիվ այդ Սաբրինա ոճի մեջ շատ լավն էր, ու եթե ասենց մտածես, հա, ունենայր ինչ-որ հնարավորություն մի քանի օրով հետ գնալ անցյալ, մի քանի ժամով, ինչ կանեիր։ Այսինքն հետ գնայի։ Օրինակ հիմա գնայր այն sense չգիտեմ, Սիրո քամի առաջին համերգներից մեկը։ Ինչի՞ չես հասցրել այդ ընթացքում։ Ես կարծես ամեն ինչ հասցրել եմ, բայց որ կոնկրետ որ ժամանակը կուզեի, որ ես զգայի եւս մեկ անգամ, դե մինչև 9 տարեկան, որ լիովին երջանիկ ու կատարյալ բոլորս կայինք, այո, այդ ընտանիքը, որ հայրս էլ եղել է, բայց եթե մի հնարավորություն է, ես մինչև 24 տարեկան ապրածս բոլոր օրերը, երբ կողքիս էր եղբայրս։ Դա ես ամեն ինչ կտայի, որ գոնե մեկ օրը վերադարձնեի նրա հետ եւս մեկ անգամ ապրելու։ Դա իմ երազանքն է։ Ու թարսի նման ես երազներ շատ եմ տեսնում, շատ, բայց եղբորս կյանքումս մի անգամ եմ երազից մեջ տեսել 20 թվականից ինձ հետ չի, այսինքն 26 տարի։ Եվ 26 տարվա մեջ ես նրան երազից մեջ տեսել եմ մեկ անգամ տղայիս ծնվելուց առաջ։ Իսկ Սպարապետին տեսել ես երազում։ Այո։ Շատ։ Մեկ անգամ էլ մեկ հետաքրքիր։ Ինչ հետաքրքիր է։ Հիշեցի մեր բակը։ Կպատմես նկարահանումների մասին։ Դա ուրիշ փորձ է, չէ՞, տեսահոլովակները մի բան, բայց սա ֆիլմի մեջ էր ինտեգրում։ Այդ ժամանակ դեռ տաք էինք, չէինք հասկանում ինչ էր,
Բայց Շարմը դիմել էր արձագանք ստուդիային եւ որպիսի երկու երգչուհի տրամադրեն, հետո ընթացքում ինչ որ պահեր եղան, դե ինձ ընտրեցին գլխավոր հերոսուհու կերպարը ինձ համար։ Ես իմ երազների մեջ էի։ Ես շփվում էի այն մարդկանց հետ, ում ես հեռուստատեսությամբ եմ տեսել, որի մասին նույնիսկ ինձ թույլ չեմ տվել երազել։ Ես երազում էի միայն այն տարիներին, որ ես համալիրում գոնե մեկ անգամ հնարավորություն ունենամ ելույթ ունենալու, բայց չէի պատկերացնի, որ դա ինձ համար կդառնա կարծես թե ամենօրյա աշխատանքի նման, մի բան, բայց որ ես կտեսնեմ այն մարդկանց, ում առջև ես միշտ, ում արվեստի առջև միշտ խոնարհվել եմ ու շատ եմ սիրել, հարգել, ընդունել։ Կլինես Ազատի աղջիկը։ Ես իմ կյանքում չէի պատկերացնի։ Դու կարող էիր չէ՞ լինել դերասանուհի։ Միանշանակ։ Ու իմ երազանքը հենց եղել է դառնալ դերասանուհի։ Հաճախել եմ պարարվեստի դպրոց, բայց երազանքս էր դառնալ դերասանուհի, բայց լրիվ ուրիշ ընթացք ստացավ, դարձա երգչուհի, որի համար էլ շատ ուրախ եմ։ Պարարվեստի հիմա որ պատկերացնում եմ, բարով ինչ էի անել։ Շատ լավ բան է։ Արփինեի հետ վերջին անգամ երբ ես հանդիպել։ Հանդիպել շատ շուտ եմ հանդիպել, Արփինես հիմա Միացյալ Նահանգներում է, հանդիպել բնականաբար չի ստացվում, բայց շատ հաճախակի մենք Instagram-ով, Facebook-ով շփվում ենք կամ Երգում է։ զանգով։ Չէ, Արփինես չի երգում։ Դժվար է այնտեղ, բնականաբար, մարդիկ էլ որ մշտական գնում են արդեն օգնություն մեկ ուրիշից չեն էլ ստանում, բայց երբ հյուր ես գնում, չնայած իմ պարագայում չգիտեմ ինչպես կդասավորվեր, շատ մտերիմ երգիչ-երգչուհիներ կան ինձ այնտեղ, կարծում եմ մի քիչ իմ պարագայում այլ կերպ կլիներ, բայց ես որ այնտեղ լինեի, հաստատ Արփինեի համար էլ մի քիչ ավելի հեշտ կլիներ ու մեր այդ կերպարը երկու քրոջ մեզ այնտեղ շատ կօգներ։ Դուք ընկերուհիներ եք եղել։ Իհարկե, դե արձագանքում ենք երգել, օր ու գիշեր իրար հետ էինք։ Օր ու Ինչ գիշեր։ հետաքրքիր է, ինձ թվում էր Արփինեն ավելի սենց կազմակերպչական, ավելի դրդռնա, դու ավելի տենց նուրբիկը, բայց հիմա դու ասում ես նախադասություն, որ եթե ես լինեի, ու ես հասկանում եմ, որ դու սենց քո վրա կվերցնեիր, հա? Հաստատ։ Չես գնա, չէ, բայց։ Որ գնայի վաղուց էի գնացել, չեմ գնա, բայց չես կարող ասել, էլի։ Երբեք չեմ մտածել, բայց ինչն է ինձ միշտ բայել, բացի այն, որ ես խենթանում եմ Հայաստանի համար, բոլոր Գյումրի, Ալավերդի բնականաբար, բայց Երևանը ինձ համար նույնպես, ոնց որ հենց Երևանում եմ ես ծնվել, այդքան շատ եմ սիրում։ Բայց չգիտես ինչի պայտակ վերջերս ինչ որ վատ մտքեր են գալիս գլխիս մեջ, փորձում եմ շուտ էսպես ցրել, ես իմ հարազատների շիրիմները կյանքում չեմ թողնի այստեղ, ես համարում եմ, ես որ թողնեմ գնամ, ես այդ մարդկանց դավաճանում եմ, եւ դա ինձ միշտ պահել է, բայց չես կարող էլի իմանալ, չէ՞։ Հա, բայց հուսով եմ, որ լավ կլինի, այո, բոլորս էլ էլի կարարենք մեր Հայաստանում, իհարկե։ Տանգոյի նկարահանումները կհիշես։ Մի օրում եք նկարել, չէ, երևի։ Այն տարիներին Հրաչ Ներքեշիշյան, Արտուր Ներվարդանյան, շատ քիչ մարդիկ կային, ովքեր դրանցով էին էլի զբաղվում։ Արտուրն է նկարել թե տանգոն, թե Սիրո քամին։ Դա ինձ համար եղբորից հետո, դե եղբորս վերջին երգն էր, որ ինքը չհասցրեց գործիքավորել, ես էլ նվագել չգիտեմ, այսպես հիշողականով, Այսինքն ոչ միտեղ գրված չկար։ Գրված չէր, ես երգը մոտավոր հիշելով գնացի Սպարիկի մոտ Սարգսյան, Միներալի տանգոն, այո, ու Սպարիկս կատարեց։ Եվ այդ երգը այդ տղայի շնորհիվ դարձավ իմ այցեքարտը, ճիշտ է, երգեր ունեմ էլի, որ շատ սիրված են, բայց հենց կոնկրետ տանգոն
իսկապես այցեքարտ է ինձ համար։ Իսկ լոգարանի կտորները շատ հանգիստ նկարվեցին, որտեղ այն ժամանակվա համար դա բաց էր, բաց։ Լոգարանում ես իսկապես հագուստով եմ։ Այո, փրփուր ուղակի, հա, փրփուր էին կարել եւ տանգոյի հերոս տղան էլ հորեղբորս տղան էր։ Քանի որ պապայիս կողմը սիրուն են, բոլորն էլ շատ սիրուն են, ասեցի դե մի եղբորիցս սիրուն ում պիտի գտնեմ, խնդրեցինք եկավ Գևորգս նկարվեց։ Հետաքրքիր է իմ բալիկը հիմա մեծ աղջիկ կլինի։ Վիդեոյի մեջ բալիկ կա։ Վայ այդ բալիկը, ես քեզ նկարները ցույց Հա, տամ։ գիտես։ Ունի 2 երեխա։ Ինչ հետաքրքիր։ Իրենք երբ Զեյթունում էի ապրում, Լիլիթեն իմ հարևանն էին, նոր որ տեղափոխվել է 2000 թվականին ինքը թափանցիկ երեխա, սպիտակ, սիրուն, փոքր, այն որ վախենում էր ձեռք տալ, որ ինչ որ մի բան իր հետ Չվնասես։ չլինի, հա, այնպիսի մի աղջիկ է դարձել, գեղեցկուհի, հրաշալի Այդ բալիկը նենց տպավորվել է։ հրաշալ, տես հրաշալի կին, ունի 2 հրաշք բալիկ ու իրան նման են, աղջիկը մանավանդ իրեն շատ նման է։ Լիլ, այն ժամանակ գումարը ինչ էի կանում։ Այն ժամանակ գումարը վաստակում էինք, որպեսի տան վարձ տայինք։ Բայց ախր շատ պետք է աշխատեիք, չէ՞ օրենքով։ Չէ։ Արձագանքի տարիներին շատ քիչ ենք վաստակել։ Դուք եք քիչ վաստակել, թե ոնց որ արտիստին էր քիչ մնում։ Արտիստին քիչ էր մնում, երևի ձևներ այդպես։ Հա, իմիջիալոց ինձ թվում է 90-ականներում այդ պահը կար, որ արտիստին ավելի քիչ էր մնում։ Ուղղակի այնքան քիչ էր, որ չէիր կարողանում նույնիսկ ապրել։ Ալավերդու մեր տան սպասքը մամաս հերթով վաճառում ուղարկում էր, որ մենք կարողանանք տան վարձ տալ։ Ու այն ձեր պիկ ժամանակ։ Մեր ամենապիկ ժամանակ։ Լիլի։ Հա։ Թվում էր, թե ամեն ինչ շատ այսպես իդեալական է, բայց ես զուգագուլպան նույնիսկ ինձ համար ամենակարևորը հոծանելիքը եւ զուգագուլպան էր, որովհետեւ բեմական հագուստ էլի եմ ասում, վարակույրից ամեն ինչից կարող է ստանալ, բայց դրանք այնպիսի բաներ են, որ պիտի տեղը տեղին լինի, ցանցնել շատ էի սիրում այն ժամանակ, պարտադիր էի հագնում եւ օծանելիք կար, որը կոչվում էր, չգիտեմ կհիշես թե չէ, BU։ Վայ, չեմ հիշում։ Ինքը այսպես պինդ բանից ժեշտ ասեմ, էլի, ուրիշ ձևի չեմ կարող նկարագրեմ։ Ոնց որ սուրճի ամաններ կան, չէ, այդ այնց ամաններ ժեշտից եւ ներսում այդ օծանելիքներ։ Իրան հենց այդպես կապույտ կափարիչ էր, բացում էիր սուրճի նման, հետո մի բան էլ բացում էիր, միջից օծանելիքը թանում էիր։ Իսկ դա արժեր 3000 թե 4000 դրամ։ Շշեր էի հավաքում, ընթացքում մեր խմած տանը, ինչ ասենք, հյուրեր էինք ունենում կամ բան լվանում էի։ Լիլիթ, բա ո՞րն է եղել այն պահը, որ դուք շատ գումար եք աշխատել։ Դա արդեն եղավ, շատ կարճ տևեց ինքը, եղբորս եղած ժամանակ, դա երբ արդեն արձագանքում չէինք, Արդինի։ առանձին գործունեություն ծավալեցինք, հետո մտանք Արդինի։ Այսինքն դուք հասկացաք, որ առանձին ոնց որ ավելի ձեզ հարմար է։ Բնականաբար, ու հետո էլ արդեն եկավ պահը, որ մորս չթողեցինք աշխատել եւ պիտի ինքը տունը վաճառեր գար մեզ մոտ։ Դրա կարիքն էլ կար, որ այստեղ տուն գնեինք։ Մի խոսքով այդ ժամանակ արդեն մենք հասկացանք, որ փաստորեն բավականին թանկ արժենք, որը չենք իմացել։ Մի քիչ ջղային է այդ առումով, այսինքն կա այդ ափսոսանքը։ Ափսոսանքը ինչի համար կար, որ չէի ուզի եղբայրս նեղացած գնար, վիրավորված գնար։ Միշտ իրա մեջ այդ ամեն ինչը լիներ, ինչի պիտի այսպես լիներ։ Բայց դուք վեճով չեք դուրս եկել արձագանքից։ Վեճով դուրս եկել, հա։ Մենք արդեն որոշել էինք դուրս գալ, որովհետև էլ հնարավոր չէր մեր համատեղ աշխատանքը, որովհետև ի սկզբանե ուրիշ պայմանավորվածություն ունեինք, բայց հետո եկավ ամեն ինչ դասավորվեց այնպես, որ պիտի արձագանքը մեր տան վարձը տար, բայց սկսեց չտալ։ Այդ իսկ պատճառով մայրը սկսեց ինչ ունենք, քիչ թե շատ արժեքավոր ոսկի, սպասք, Բայց չէիք մտածում, որ կարելի է շուտ դուրս գալ։ Չէ, մենք մեր մեջ այդ բան այնքան նվիրված հոգեբանությունն էր մեր մեջ, որ
չենք ուզել, բայց երբ դանակը հասավ ոսկորին եւ չես կարողանում դու տան վարձ տալ, տունն էլ այդ ժամանակ $50 էր, հետո տանտերը սարքեց 70, վայ, այդ 20-ը դարձավ մեզ համար անտանելի, բայց որ հիմա մտածում ես $70, Դե այն ժամանակվա համար դա Կոմիտաս մեծ թիվ էր։ բանում ենք Շիրվանզադեի մոտ 16 հարկանի շենք կա, այդտեղ էինք ապրում։ Ու մենք որոշեցինք, որ գնում ենք եւ արձագանքի մեր ղեկավարությանը ասում ենք, որ դուրս ենք գալիս։ Մեզ այսին վերջին համերգը կա դրված, գոնե դա էլ երգեք նոր, հետո համերգի ժամանակ շատ ավելի տհաճ պահեր եղան եւ այնպես տպավորություն եղավ, որ իրենք ասում են դուք էլ չեք աշխատում։ Իսկ մտածված տհաճ բան կազմակերպեցին։ Հա, տհաճ պահեր եղան, մարդիկ խոսեցին, որ Լիլիթը հաստատ գինովցած էր, բայց Լիլիթը կյանքում գինովցած չի եղել, էլի, նման բան այն տարիներին առավել եւս, որովհետեւ 20 քանի տարեկան կար նպատակ ձևակերպում տալու, որ ոնց որ իրենք են հրաժարվում, ոչ թե դուք։ Վերջում, որպիսի այդպես լիներ, ես դա էլ եմ նորմալ ընդունում, ես սկզբից մեղադրել եմ, հետո քանի որ ես շուտ եմ մոռանում ամեն այդ վատ ամեն ինչը, նույնիսկ եղբորս դեպքից հետո երբ հանդիպել եմ Եղիշեին, Արտավազդին, ես կարոտ եմ զգացել շատ։ Ես շարմներ ինչ որ բան միջոցառում կազմակերպել, ես որ իրենց տեսա այդ դեպքերից հետո առաջին անգամ էր։ Ես սենց ամբողջ մարմինս բան եղավ, փշաքաղվեցի ու ասի ես պարտավոր եմ գնամ գրկեմ համբուրեմ, որ կարոտս հանեմ։ Ամեն դեպքում մենք մեծ ճանապարհ ենք անցել ու ես իմ ամբողջ կյանքում իրենց շնորհակալ եմ, որ հենց իրենց մոտ եմ ես անցել են տարիները։ Լիլ կա նաև այն միտքը, որ ոնց որ իրենց դերն էլա չէ շատ մեծ, որ դուք դարձակ են ինչ որ դարձակ։ Հենց ամենամեծ դերը Արտավազդի եւ Եղիշինն է եղել։ Բնականաբար, եթե մեր մեջ չլիներ ինչ որ մի յուրահատուկ բան, որի վրա իրենք կարող են աշխատել, միգուցե չէինք դառնա, ոչ թե միգուցե չէինք դառնա, բայց եւ մենք իրենց մոտ չլինեինք, ով պիտի այդ ամեն ինչը նկատեր։ Դա դաշտը իրենցն էր, շատ ակտիվ էին իրենք դաշտում։ Եվ իրենք այնքան ահռելի կարևոր գործ էին անում, իրենք հավաքում էին ստեղծագործող կատարողների, ովքեր հենց իրենք երգեր են գրում։ Եվ դա ամենասիրուն երևույթն էր։ Իրենց արածն էլ ինչն էր, որ մեր ցանկացած երգի գործիքավորում, ձայնագրություն մենք ոչ մի բանի համար գումար չէինք տալիս։ Դե պրոդյուսերությունը ասվածը հենց ինքնին մենք ոչ մի կոպեկ չծախսելով մենք ունենում էինք իդեալական որակով ու սիրուն երգեր։ Իսկ Արդինիում արդեն ուրիշ էր, չէ՞, պատմությունը ավելի ոնց որ դերերի բաշխումը հստակ էր, հա, հերու ավելի։ Նայ, Արդինի գործը ավելի հեշտ էր, որովհետև մենք արդեն կայինք։ Իրենք մեզ զրոյից չեն։ Բայց արդեն լրիվ իրավունքները իրենց չէին, այսինքն ուղղակի իրենք ձայնագրման ստուդիա էին ձեզ համար։ Ձայնագրման ստուդիա են, նաև Արդինին հոգում էր մեր էլի տանվարձը։ Այսինքն պրոֆեսիոնալ ձևով թե արձագանքում էր այդ ամեն ինչի սկզբից ճիշտ պայմանավորվել, ուղղակի չես է կարող իմանալ ընթացքում ինչեր եղան, ոնց եղավ, փորձենք տենց մեկնաբանել, իսկ Արդինիում արդեն համ աշխատավարձ ունեինք բավականին, մարդկային, համ տեղափոխվեցինք այնպիսի մի բնակարան, որ քեզ մարդ էիր զգում, շատ լավ պայմաններով, մի խոսքով մարդ էիր քեզ զգում եւ արտիստ, այսինքն դու քո անվանը կարգավիճակին համապատասխան պայմաններում էլ ապրում էիր։ Գիտես, հիմա մեր դաշտը ինչ որ մենք կարող էինք պատկերացնել, չէ, որովհետև այնպես է ստացվել, որ կան ոչ հաճախ մենահամերգներ մի քանի արտիստների։ Մնացած դեպքերում հիմնականում դա միջոցառումների երգելն է, այսինքն այն որ չգիտեմ ինչու շատ համերգներ էինք ունենում էստրադային եւ այլն, ֆորմատն է փոխվել։ Եթե քեզ չխանգարեին եւ չլիներ քո դաթարը, հա, ինչ որ դաթար, որ չգիտենք ինչ պատճառներ եւ այլն, ինչ ես մտածում, դու որտեղ կլինեիր։
Թե նույնը ինչ որ հիմա։ Ես այստեղ չէի լինի առաջին հերթին, նախ սկսեմ նրանից, եթե եղբորս այդ չարաբաստիկ դեպքերը չլինեին, մենք հաստատ հիմա կամ Միացյալ Նահանգներում էինք ու Բայց միջազգային ես պատկերացնում։ միանշանակ կամ Մոսկվայում, որովհետև հրավերներ շատ լուրջ հրավերներ ենք ունեցել, որոնք այդ ժամանակ բան էինք, նոր էինք մտել ասպարեզ, եղբորս համար դժվար էր քրոջ հետ այդ ամեն ինչը շարունակել։ Կրկնակի պատասխանատվությամբ։ Իհարկե, առաջարկություններ լինում էր, բոլոր առաջարկությունների մեջ մենք մի բան նկատում էինք ինձ հետ կապված, որը ինքնըստինքյան մերժվում էր։ Այսինքն շատ եղբորս համար շատ դժվար էր, բայց իրանից չէր երևում, ինքը սենց ուրիշ տեսակի տղա էր, էլի։ Հա, մենք հաստատ այստեղ չէինք լինելու։ Լավ, եթե այդ դեպքը մեկա, եթե այնպես էր, ճակատագիր էր, որ պիտի լիներ, այս պահի դրությամբ ես ակումբների ապրելակերպ չէի ունենալու, ես հաստատ այդ չէի վաստակել եւ ես դրան չէի արժանի։ Լիլ, եթե հիմա դնենք մի կողմ ֆինանսական պահը, օրինակ տենց ինչ որ կախարդական փայտիկով ասենք այդ պահը լուծվել է, ինչ կանես դու։ Ակումբներում չես երկի ընդհանրապես, ինչ կանես։ Արդեն այն տարիքում եմ, որ ես չգիտեմ ակումբում կերքեմ թե չէ։ Ես շատ ավելի ակտիվ, ես մեկա հիմա այլ նոր երգեր ունենում եմ, բոլոր երգերը ես ուղեկցում եմ տեսահոլովակներով, պարտադիր եւ ոչ շատ մատչելի։ Այսինքն վաստակածս ու ծախսածս ավելի շատ է։ Ես այդպես եմ ճիշտ գտնում, որ չխաբեմ ես իմ երկրպագուներին եւ առհասարակ բոլորին։ Որակով գործ պիտի տաս, ուզում ես, չես ուզում։ Այսինքն էլի կաշխատեիր, բայց ոչ թե ժամանակը այդքան կծախսեիր ակումբային գործունեության վրա, այլ ավելի ստեղծագործական։ Այո, ստեղծագործական եւ տարիներ դեռ առաջվանից 10 քանի, 20 քանի, նույնիսկ այն շատ երիտասարդ տարիներին ես այսպես մի հատ ջիղ եմ ունեցել իմ մեջ, որ միշտ մտածել եմ ես անպայման պիտի ինձ փորձեմ դրա մեջ։ Հիմիկվա խոսքերով ինքը բիզնեսի է նայում, բայց ես տներ կառուցել, ձևավորել, մի ինտերիեր դիզայն, հա։ Հա, ամբողջ տարածք վերցնեմ, ես ինքս որոշեմ, թե սենյակը որտեղ պիտի լինի։ Ես իմ մեջ դա միշտ տեսել եմ, բայց մինչև դրան անցնելը լիլ, իսկ մենահամերգ։ Մենահամերգներ ժամանակին շատ եմ Չէ, հիմա։ Հիմա չեմ կարող, որովհետև ես չեմ իրավունք չունեմ, եթե մենահամերգ եմ ունենում, պարզապես ես գնում, կանգնում, երգում եմ կամ լավ, երաժիշտների հետ խոսում եմ, մի քիչ պարապում ենք, գնում ենք, կանգնում եմ, երգում եմ, չէ։ Շոու ես ուզում։ Միանշանակ։ Գիտես, Իսկ դա ես չեմ կարող։ Ինձ թվում է այդ ասպարեզը մեր մոտ ինչպես քիչ առաջ ասացի, հա, կամ տենց շատ մեծ ինչ որ գրանձիոզ բաներ են, կամ հարսանիք կնունք է, բայց եթե այդ միջինը լինի, քեզ այնքան շատ են սիրում, ու եթե լինի այդ X պրոդյուսերը, որը ուղղակի մաթեմանի հաշվարկանի, ինքն էլ կհասկանա, որ սա լավ պրոյեկտ է սկսելու համար։ Դու պատկերացրու դու ինչ որ նոր շոուով, քո սիրված երգերով, իհարկե, ժողովուրդ գրեք, կգաք, չէ՞։ Մենք պետք է նենց անենք լինի այդ մենահամերգը։ Ես մեծ սիրով շատ կուզենամ մենահամերգը լինի, բայց չեմ ուզենա։ Ինձ անդադել զանգում են, տեղեր կան, որտեղ բոլորը հիմա երեկոներ են ունենում, ինքդ էլ կհասկանաս, անուն ուղղակի չտամ։ Բայց ես այդպես չեմ ուզում։ Ես չեմ կարծում, որ իմ այդքան այդ աշխատանքների, այդքան տանջանքով ամեն ինչի հասնելը հիմա պիտի գնամ այդ փոքր, շատ լավ տեղ է, շատ տաքուկ տեղ է։ Ես ինքս այնտեղ հյուր եմ եղել, ուրիշի մենահամերգին հաճույք եմ ստացել, բայց ինձ դրա մեջ չեմ տեսնում։ Ես ինձ տեսնում եմ մենահամերգ, ուրեմն ինքը պիտի լինի շատ լավ բարային խմբերով, պիտի լինի ընտի շոուով, պիտի լինի նույնիսկ վաու, չսպասված երևույթներով եւ իմ բարային ուղեկցությամբ եւ մի խոսքով հագուստի այսպես
գլխապտույտ վիճակներով։ Այն ինչ որ դու ասում ես դա անտիր է, բայց արի քայլ առ քայլ գնանք առաջ։ Այն ինչ որ դու ասում ես այդտեղ իմ հարևանությամբ, խնդրում եմ համաձայնվի, արի, որովհետև այդտեղ շատ գեղեցիկ լավ երեկոներ են լինում, այնտեղ, այնպես որ արի։ Ճիշտ է։ Ես օրինակ գիշերը երեխեքի հետ եմ լինում, ակումբում չեմ կարող գալ քեզ լսել, բայց որ այդտեղ գաս ես կգամ քեզ կլսեմ։ Կմտածեմ։ Բայց ես նենց ուզում եմ, որ այդ մենահամեր կլինի ու գիտես մարդիկ հիմա ամեն ինչ անում են սիրո համար։ Նենց հետաքրքիր է այս սոցիալական դաշտը, ցանցերը, ամեն ինչը ինչ է հիմա դիտում լայք, այդ ամենը ինչից է գալիս մարդուն սիրելու պաշտամունք է հիմա գնում։ Դու դա ունես։ Դու դա ունես, ուղղակի դու ավելի բնական ես դա օգտագործում։ Հիմա ինչ որ հատուկ ձևեր կան, գործիքներ կան, չգիտեմ ինչպես անել սերը, մոնետիզացնել, ինչպես անել դիտումը դարձնել։ Ուղղակի դու դա շատ բնական ձևով ես անում, բայց դու ունես ամենակարևորը։ Քեզ սիրում են շատ, որը մինչև հիմա ինձ բեմի վրա բաղում է։ Կյանքը հաճախ որոշումներ կայացնել կարողանալու մասին է։ Օրինակ ունենք երկու ընտանիք, երկու տուն, վատ տանիքներով։ Ոչ միայն այդ երկուսը, այլ Հայաստանի սեփական տների կեսը դեռ ազբեստից տանիքներով են։ Բայց չշեղվենք։ Ա ընտանիքը անընդհատ մտածում էր, որ դեռ ժամանակը չէ։ Հետո կփոխենք, փող կլինի, նոր կփոխենք, կամ ռազմիկ դյադյան կգա, պաչինկաները կանի։ Համել անձրևների սեզոնը արդեն անցել է։ Նույնիսկ եթե լինեն տեղումներ, այնքան թաս կա տանը, որ կդնենք տանը եւ հատակը չի վնասվի։ Իսկ այն որ այս տանիքը նաեւ քաղցկեղածին է ու քամու հետ այն կարող է տարածվել, բացասականը։ Դրա մասին էլ ոչ լսել ենք, ոչ գիտենք։ Իսկ B ընտանիքը մաթեմից լավ էր, հաշվարկել էին ինչքան են իրենց վրա նստում տանիքի անվերջ վերանորոգումները, կարկատանները, նաև հաշվարկել էին ջերմակորստի վնասը։ Նաև տեղեկացված էին, գիտեին կտուր EM նախագծի մասին, գիտեին, որ նույնիսկ առանց ներդրման կարելի է սկսել process-ը եւ 3 օր հետո ունենալ նոր, սիրուն, էներգաարդյունավետ, առողջությունը պաշտպանող ապառիկի հիանալի պայմաններով հիանալի տանիք։ Իսկ նոր տանիքի հետ վերանում են հին խնդիրները։ Փոփոխությունը, որը տանում է դեպի դրականը, դեպի լավը, դա առաջընթացն է։ Եվ հաճախ հենց մենք ենք որոշում լինել անverջ քցող բռնող A ընտանիքը, թե մաթեմից ուժեղ դեպի դրականը գնացող B ընտանիքը։ Լավ տանիք ունենալու ճանապարհին ձեզ պետք կգա 8 1 2 8 կարճ հեռախոսահամարը։ Զանգահարեք կտուրայեմ, ամեն ինչ կպատմեն, կբացատրեն, կկազմակերպեն։ Ամենախիստը երբ եւ ում հետ ես լինում։ Ընկերներիս որդուս հետ չեմ կարողանում, չէ։ Իսկ կա ինչ որ պահ որ մտածում ես, այ կարողանայի մի քիչ խստություններ պետք։ Առաջ կար, հիմա չէ, հիմա ինքը այնպեսի առանձին միջամտության ժամանակին շատ պատերի վրայով Ինչը դասը, հենց դրանից սկսեց էլի այդ ամեն ինչը։ Հա, ու շատ ակտիվ, աշխուժ, շարժուն երեխա էր։ Պատերի առաստաղով այդպես էր ինքը ապրում, քայլելով, այդ տեսակի։ ու դու լարվում էիր։ Բնականաբար ու այն որ շատ սենց բանի մեջ ու եկավ մի պահ ասում է վայ ես ինչա ես ոնց եմ այս ամենի տակից դուրս գալու։ Այդ որ տարիքներ։ Դա եղավ 4-րդ դասարանից հետո շատ գնալով ամեն ինչ վատացավ, սրացավ եւ հույսս կորավ։ Ես չեմ հասցնում իր այդ ժամանակ էլ անցկացնեմ աշխատանքից ելնելով ամեն ինչ մորս վրա, բայց քանի որ մայրս էլ շատ լավ փորձ ուներ ինձ ու եղբորս արդեն տեսնելուց հետո հիմա այնպիսի մի տղա է, որ այդ խստությունը հենց ավելի լավ որ ես չեմ ինքը ուրիշ ձևի երեխա էր։ Ես մի պահ փորձել եմ շատ խիստ լինել, ինքը հակառակ բանը տվեց։ Այո։ Եվ ես հասկացա, որ ես իրավունք չունեմ։ Ամեն մեկ իր բանալին ունի։ Այո, ես այդ ամեն ինչը թողեցի իր վրա, կատարյալ երեխա է դարձել ու միշտ որ հա ասում եմ, մամ ես չեմ սիրում, որ իմ մասին լավ բաներ են ասում։ Մի ասի, չէ, ես բաներ կան, որ շատ սխալ եմ անում, պիտի բայց այնքան ինքը սենց ուրիշ ձևի է, մեծ մարդ է ինքը։ Քո ամենավերջին գաղտնիքը, ես իմ կյանքում գաղտնիքներ ունեմ, որ մենակ ինքը գիտի ու ոչ ոք չգիտի դրա մասին։ Լիլ ֆինանսապես հայրը օգնում, հա։ Չէ, եւ պետք էլ չի։ Ես կարծում եմ զավակների դեպքում ինքը հոգեբանորեն ավելի շատ պետք, որը նույնպես բնականաբար չկա, իսկ ֆինանսապես ընդհանրապես պետք չի։ Նենց հետաքրքիր է, որ
չգիտեմ, կարող է մեր տարիքից է կամ կարող ժամանակներն են այդպեսին, որ շատ գնալով ավելի շատ են ամուսնալուծվող զույգերը։ Հա։ Ու պետք է ասեմ, ցավոք, այն մեր պատկերացրած բաժանումը միշտ չէ որ կա, կան ընտանիքներ, որտեղ տեսնում ես, որ ֆանտաստիկ հարաբերությունները պահպանվում են, հայրը ամեն ինչում կա, բայց շատ ավելի նույնիսկ այսօր 21-րդ դարում ես տեսնում եմ, որ բաժանված ժամանակ, ինչ ասեմ, 90%-ը, 95%-ը դա մոր վրա է։ Հա։ Պատասխանատվությունը, զբաղվելը, ֆինանսը նույնիսկ։ Ասենց առաջ չէի կարող պատկերացնել, որ այդպես կարող է լինել։ Չէ, հիմա շատ շատացել են։ Հպարտանում եմ այն ընտանիքներով, որ նույնիսկ բաժանվելուց հետո այնց սիրուն հարաբերություն ունեն, որ կողքից նայում ես, ասում ես, լավ դե, եթե պիտի բաժանվեն, թող սենց։ Հա, ճիշտ են արել, որ բաժանվել են, բայց նա ինչ սիրուն են շփվում, նույնիսկ սենց ամուսնացած մարդը կարող է նախանձի, չէ, պահի տակ, ասում է, ոչ թե մտածի ինքն էլ բաժանվի, չէ, բայց ուրիշ մի երևույթ հարաբերություն եւ ամենակարևորը հասկանալով, որ այդ երեխան երկուսի երեխան է։ Նենց հետաքրքիր է ու սկզբնական փուլում պապաները պայքարում են շատ ժամերի համար, շատ օրերի համար եւ այլն, ու սցենարը գրեթե միշտ նույնն է, անցնում է ժամանակ ու գնալով քչանում են այդ հանդիպումները, կապը գնալով քչանում է։ Շատերի մոտ չեմ ասում բոլորի։ Մեզ մոտ մի քիչ այլ կերպ եղավ, երբ տատիկը Կարենիս դեռ կար, կենթանի էր, շատ լավ իդեպ իմ կողմից չէ, հոր կողմից շատ լավ տատիկ ուներ, այլ կերպ էր ամեն ինչ, Կարենն էլ փոքր էր, կապը պահվում է։ Ուշադրություն այդ ամեն ինչը կար, հետո եկավ մի ժամանակ, որ մի քիչ փորձում էինք շարունակել այդ կապը, Կարենին տանել բերելով, երեխի մոտ տրավմա եղավ, հիասթափություն եղավ եւ իրեն ես հարցրի ցանկություն ունես տեսնես, ասաց ոչ, բնականաբար սկսեցինք ապրել այնպես ոնց որ պետք է։ Հետո ես ինքս էլ համոզվեցի, որ պետք չտեսնի, ժամանակ կանցնի, ես կսկսեմ երեխուն համոզել։ Հետո նրա կողմից էլ ոչ մի քայլ չեղավ, ինչքան էլ երեխեն չուզի, բա մենք մեր գիտակցությունը ինչի համար է, չէ, որ գնանք դպրոցի այդ հատվածում լինենք, աշխատենք, աչքին երևանք, լավ ինչա սիրում այդ երեխին ինչն է գրավում, փոքրիկ ինչ որ մի ծվիկը, չէ, ինդեր կամ մի բան, հա, դրանով սկսեն երեխու սիրտը չէ, ոչ մի համանման բան չեղավ, հետո էլի զանգեր տեսնեմ, ես սկսեցի երեխուն համոզել, բայց ոչ մի կերպ հնարավոր չի, ես մինչև հիմա էլ անդադ իր այդ խոսում եմ, անդադ կարճան կմեծանաս, կհասկանաս, որ չէ, այդ ժամանակը ամեն դեպքում բաց է մնացել, դու ես փոքրը, դու պարտավոր ես, բայց ինքը մի պատասխան է տալիս, որի դիմաց ես ոչինչ չեմ կարողանում անել, որ խնդրում եմ, ինձ չփորձես համոզել, ես իրան տեսնում եմ, իմ սիրտը լավ չի լինում։ Խառնվում է իրար։ Ես լավ չեմ ինձ առողջապես զգում, իսկ ես որդուս առողջության համար շատ եմ դողում, շատ եմ մտածում, որովհետև ես պարտավոր եմ ամեն ինչ իր սրտով անել, բայց կուզեի այդպես չլիներ, ես կուզեի ամեն ինչ անցներ գնար, ես կուզեի իրեն շփումը վերականգնվեր, իմ սրտով դա էր։ Միգուցե մի օր։ Վստահ եմ, որ Աստված այնպես կանի, որ այդ պահը նույնպես կհաղթահարենք, չէի ուզի, որ կարոտով հայրը կարոտով, բայց այդ կարոտն այդ էլ ամեն դեպքում համարենք ինչ որ մի բանի պատասխան է, էլի։ Իսկ տղատ շատ է խոսում քո անցյալի մասին կամ նայում, կամ պատկերացնում, ինչ էտապ ես դու ունեցել։ Ինքը այնքան բան երեխա է, շատ է նայում, նույնիսկ ես չէի պատկերացնում, որ ինքը նաև ապրում է այդ ամեն ինչով։ Իր օրինակելի հերոսը Կարեն Քերին է։ Ինքը ամեն ինչում ինքը սկսել է կատարյալ նվագել, ու որ մի օր ասեցի կար ես աշխարհի երջանիկը կլինեմ, որ դու մի օր քերուտ նման սկսես նվագել, բայց նաև ինձ հետ երգել,
Ես հիմա տեսնում եմ վերջերս ինչ որ համանման բաներ ա անում։ Ու ես տեսնում եմ ինչքան քո համար դա էմոցիոնալ թեմա է։ Ու ասում եմ կար մի օր սենց որ պատկերացնում եմ էլի ինչ որ մեկի բերանից կհնչի որ Լիլիթ եւ Կարեն Կարապետյանները, դու չես պատկերացնում, ես քեզ կսպանեմ այդ ժամանակ։ Այ Լիլիթ, ես էլ ընթացք եմ տալիս, դա իմ ամենամեծ երազանքն է, որը կարծում եմ արդեն մոտ է։ Հետաքրքիր է, իսկ այդ մեծ համերգասրահները, ստադիոնները ոչ մի վայրկյան քո համար վախացնող չէ, ինչ որ այդ անհանգստություն, որովհետև դու միշտ ունես հաճույքով ես խոսում, ինձ թվում է քո մոտ երբեք չի եղել անհանգստություն։ Ես բեմից առաջ միշտ պարտադիր վազել եմ պետքարան, անհանգստությունս էդ էր, փորացավեր էի ունենում, սենց անհանգիստ կամ չէի հասցնում գնայի ամբողջ այդ ընթացքում Կարեն լավ չեմ, այդ իմ փրկիչն է եղել, բայց չի երևացել, որտեվ ես բարձրացել եմ բեմ եւ զգացել եմ ձուկը ջրում, անցել է արդեն, բայց մինչ բեմելս այդ զգացումը միշտ ունեցել եմ նաեւ մեծ պատասխանատվության։ Լիլ ջան, այնքան կուզեի ավել խոսենք, շատ կուզեի ավել խոսենք, շատ ուրախ եմ, որ դու սենցն ես։ Բա ես ինչ ուրախ եմ, որ դու էլ սենցն ես, ու թեկուս այս ժամանակներում մեր շփումը էլ ավելի կարծես շատանում է եւ խորանում է։ Ու ես ուզում եմ դու սենց փոքրիկ խոստում ես տաս, որ ինչ որ միտեղ քո մտքում կպահես այդ մենահամերգի գաղափարը, ես հասկանում եմ, որ դու ունես քո պատկերացումները, բայց ես նաև հասկանում եմ, որ այդ պատկերացումների հետևից եթե գնանք, կարող է շատ ժամանակ անցնի։ Կարող է չլինի նույնիսկ։ Դրա համար արի մտածի ինչ որ միտեղ մենահամերգ կազմակերպելու մասին, ես համոզված եմ, որ դրա կարիք կա, քեզ շատ սիրում են։ Ահա Լիլ ջան, ուզում եմ լավ երեկո ունենաս եւ ուղղակի հպարտանում եմ քո աշխատասիրությամբ ու քո բարի տեսակով։ Ապրես։ Շնորհակալ եմ։